Բարև ձեզ իմ սիրելի գործընկերներ, այսօր մենք ուզում խոսելու ենք բազմաթիվ խնդիրների մասին, այն խնդիրների մասին, որոնք ունեն մեր վարորդները, որոնք ունեն ցանկացած քաղաքացիները փողոցներում, այո, ցանկացած մարդ, որը ունի մեքենա, վարում է եւ հետևորդները եւ ուրեմն մենք քաղաքացիներս։ Այսօրվա մեր հյուրերն են ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւ ավտովարորդներ տարբեր կազմակերպություններից։ Այսօր ավտովարորդները ներկայացնելու են իրենց նոր հիմնախնդիրները։ Համեցեք պարոն Հովհաննիսյան, ինչի մասին դեռևս չենք խոսել։ Դուք բոլորը տեղյակ եք, որ հունվարի 1-ից ապահովական կազմակերպությունների մասին վերջին օրենքում փոփոխություն տեղի ունեցավ, ուրեմն ճանապարհային ոստիկանության հետ համատեղ արդեն իսկ մեքենաները անգամ անշարժ վիճակում տուգանվելու են, ամբողջ ցանկը ներկայացված է ճանապարհային ոստիկանությանը եւ մենք արդեն ունենք բազմաթիվ նամակներ, տուգանքները սահմանված, մեզ մոտ կան մի քանի ուղարկված ճանապարհային ոստիկանությունից որոշումներ, ուրեմն տուգանվում են մեքենաներ, որոնք վաճառվել են տասնյակ տարիներ առաջ։ Այս խնդրի շուրջ երեկ էլ դուք Արմենիա հեռուստաընկերությամբ տեսանյութեր պատրաստված, ուրեմն սա արդեն մեծ խնդիր է դարձել։ Նորմալ ձևակերպեք խնդիրը, դուք հասկանում եք ինչ եք ասում, դուք պետք է ներկայացնեք, որ մենք ենք։ Դավիթի խոսամ, մենք մանրամասով կբացատրենք։ Ներկայացրեք խնդիրը։ Խնդիրը ներկայացնում եմ, ուրեմն մեքենաները կան, որ վաճառվել են դեռ սովետական միության ժամանակ, այդ երկրի ժամանակ 90-ական թվականներին, եւ մեքենաները գոյություն չունեն, պարզապես գոյություն չունեն, տուգանվում են, որ եւ վերջի 2 տարվա ընթացքում հաշվառված են այո մնացել բազայում, բայց ապահովագրական ուրեմն կազմակերպությունները քանի տարի ապահովագրում են, 2, ճիշտ է, 2 տարի է գործում այդ օրենքը։ Այս 2 տարվա ընթացքում անգամ քաղաքացիները դիմում են ապահովագրողների բյուրո, այնտեղ այդ մեքենայի մասին տվյալ գոյություն չունի։ Այդ մեքենան 2 տարի է չի ապահովագրվում, բայց մեքենան շատ կներեք տասնյակ տարիներ առաջ է վաճառվել։ Եթե սովետական միության ժամանակ եւ դրանից հետո հաշվառումից հանել դնելը, ասեմ ձեզ, դա վերջերս որ թեթևացրեցին իրավիճակը, բայց շատ կներեք առաջ գեներալնի դավեռնես կոչեցյալ գլխավոր այդ լիազորագրով մարդիկ վաճառում էին մեքենաները։ Եվ այսօր ես կարող եմ օրինակ բերել, այսօր 2 քաղաքացիներ ունենք, տարեց մարդիկ են, նրանք մեքենաները վաճառել են, ուրեմն 10 տարուց ավել, 20 տարուց ավել, 98 թվին, 91 թվին, 25 տարի առաջ։ Հիմա տեսեք, օրինակ եմ ձեզ բերում, մի հատ ուզում եք ընթերցեմ տուգանքը։ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված ԶԱԶ 1102 մագնիսի 64998 համարանիշի տրանսպորտային միջոցի սեփականատերը 31/01/14 թվականի ժամը 22:22-ի դրությամբ ավելի քան 10 օր չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող պայմանագրով իրեն տրամադրված միջոցի ապահովագրության։ Կարճ ասած չկարդամ ապահովագրված չի։ Խնդրեմ, քաղաքացին Զապարոժեց է վաճառել, պարզ չի որ թվականին։ 25 տարի Կամ դուք ինչ մեքենա եք վաճառել։ 05 մագնիշի մեքենան վաճառել է 16 տարի առաջ։ Ուրեմն ապահովագրական բյուրոյում զանգում ես, տվյալ չկա։ Մեզ ասում են գնացեք գտեք, գնացել ես նոտար, ինչ են պատասխանել քեզ։ Նոտարը, ես այդ հարցերին կանդրադառնամ, դու վերջացնելուց հետո լրիվ ես կանդրադառնամ կասեմ։ Նոտարական գրասենյակ են դիմում մարդիկ, որ հայթայթեն այդ մեքենան։ Ես կարծում եմ նրավիրումներին էլ պարզ չի, խոսենք Հիմի ես նոտարը մահացել է, նոտարական գրասենյակը հիմի տեղափոխվել է կամ աշխատակիցները փոխել։ Լսի, օրենքի պահանջից սկսեցին։ Այս տուգանքները որ եկել է 5000, երկը Սարգիս Մաչկալյան։
Մաչկալյան, չէ։ Ռուսերեն, հայերեն չէ։ Ձեր պաշտոնը կամ Ավտովարոտ։ Արոտ, այստեղ շատ ենք մենք։ Իմս բերեմ։ 98 թվականին վաճառել եք 05 դավերնուստով գեներալ։ Հիմի այդ գեներալի դավերնուստով ասում են գնան նոտար։ Նոտար չկա, արխիվ չկա, ժամ պետք է ասես որտեղ չկա։ Հարց եմ տալի, ում կարելի է դիմել, որ ասենք այդ 5000-ը որ ես մուծեմ դուք գանք, որ սրանով բրծեմ, չէ։ Մենք խնդրանք ունենք, 3 ձև առաջարկում ենք։ Բոլորը ով որ այդ համարները, այդ դոկումենտները կորցրել են, թող միտեղ դիմում գրեն, ինչ որ չափով ասենք մենք ենք մեղավոր, դու գանեն ու այդ հարցը փակեն։ Ոչ թե ամեն ամիս կամ 10 օրը մի անգամ ես 5000 դրամ տանեմ։ Ով որ այդ համարները, մի րոպե, ով որ համարները ունի դոկումենտները, առանց կոպեկի, թող իրանց վեճ անեն։ Ով որ չունի, որ չի իմանում ինչ անի փոքրից ներում, թող այն մի հատ դիմում գրի, որովհետեւ միտեղ ասեն կամ գայապետուն կամ քաղմասուն կամ որովհետեւ մի հատ պատուան, բացեն դիմում գրեն, որ այս դոկումենտը, այս համար չկա։ Պարոն Մաչկալյան, ես խնդրեցի Ես մի բան ասեմ։ օրենքի պահանջից, Հիմա ասեմ ձեզ։ չի ինչի մասին եք Դե մենք ինչ եք ուզում, օրենքը ասենք կասեց։ Հիմի լսի, օրենքի պահանջում են սա որ մեր քաղաքային վարչապետին ասում ենք, եթե մենք այդ դոկումենտները չենք կարողանում բերենք, ինչ կարելի է անել, որ մենք այդ Վերջից վերջացնենք ապտոյից չի կարողանում մարդը սեփականատիրոջը որ ես 15-20 եւ 5000 դրամը 10 օրը մեկ շարունակում այդ 15-20 տարի առաջ որ այդ մեքենան վաճառվել է այդ մեքենան վաճառվել է այլ դոկումենտը չկա ոչ էլ ավտոն կա ինչ որ միտեղ մեր վարչապետին խնդրում ենք սա տրանսպորտի նախարարը բանը գործ ունի ինչ որ մի միջոցներ անի մի հատ պեպոյ բարա դիմում գրենք Թե մի դու գանում են, թե ինչ են, որ հեչ լինի։ Ես առաջարկը ունեմ։ Եթե մեքենա դու ես հասակում ես, վաճառում ես գեներալի դավերուստով, օրենք այն ժամանակ։ 20 տարի հետո ով է շատ իմն։ Ես շատ ներողություն եմ խնդրում լրագրողներից եւ ձեզանից։ Ես խնդրում եմ մի րոպե ինձ լսել։ Ես ինքս հասկացա, բայց ուզում եմ, որ դա անպայման հնչի։ Այսինքն, ապան գործում է նաև այն մեքենաների վրա, որոնք այսօր չեն երթևեկում, պահված են, ասենք թե ավտոտնակում, վաճառված են, ոչնչացված են, բայց գրանցված են ձեզ վրա, դուք չեք օգտագործում այսօր այդ ավտոմեքենաները, ուզում եմ դուք ասեք դա, ես ձեր խնդիրը ոնց եմ ես ասում, հունվարի 1-ից հետո ցանկացած մեքենա, անգամ մենք ունենք 3 մեքենա, հանկարծ մեկը չես վարում, տար խոտանի, համարանիշները հանձնիր, այդ մեքենան թող չօգտագործվի։ Եթե մնաց կանգնած վիճակում չօգտագործեցիր, նույնն է պարտավորես նա ապահովագրել։ Չապահովագրեցիր 5000 դու գանք 10 օրը մեկ գնա եւ ապահովագրի։ Ասեմ ձեզ շատ քաղաքացիներ հանձնում են իրանց պետահամարանիշները, գտնում են որ դա սխալ է։ Հիմա դուք եք գտնում որ դա սխալ է։ Դա ամենայն դեպս որ պետք է անեն, դուք եք գտնում եք որ դա սխալ է։ Ամենայն դեպս կարող եմ երկկողմանի ասել, միգուցե եւ ճիշտ է որ տեխնիկան զարգանում է, այո, վերահսկում են, բայց տեսեք ինչ փաստի առջև կանգնեցին, որ մեքենաներ կան, որ տասնյակ տարիներ առաջ վաճառվել են, ոչնչացվել են կամ մենք չեն հիշում քաղաքացիներն իրար չեն գտնում այդ փաստի առիթով, չխոսենք իշքանով է դա ճիշտ թե ոչ, թող այդպես շարունակեն։ Իմ առաջարկն է ապահովագրական ուրեմն ապահովագրողների բյուրոն, խորհուրդը համատեղ ճանապարհային ոստիկանության հետ, ուրեմն ոչ թե քաղաքացուն պետք է ասեն գնա եւ գթիր քո մեքենան։ Ուրեմն ինչ պետք է անել։ Եթե ապահովագրական բյուրոյում զանգարում ես, ասում է 2 տարի այդ մեքենան չի ապահովագրվել։ Ուրեմն ճանապարհային ոստիկանությունը միգուցե հետախուզում տա, միգուցե ճանապարհային ոստիկանությունը տեսախցիկների միջոցով, այն էլ մի քանի տարիներ որ տեսախցիկները տեղակայվեցին, միգուցե հայտնաբերեն այդ մեքենան կամ որևէ ճանապարհային ոստիկանի միջոցով տուգանվել է թե ոչ։ Եթե այդ բոլոր բազաներում մենք չկարողանանք հայտնաբերենք,
Տեսեք, ես մատնանշեցի 3 ուղիներ, ապահովագրական բյուրոյում ենք ճշտում են քննական բաժանմունքում, որտեղ հաշվառումից հանում եւ դնում են մեքենաները, հաշվառման են կանգնացնում, կամ տուգանում են։ Եթե այդ 3 հնարավորությունից չեն կարողանում մենք հայտնաբերել այդ ավտոմեքենան, ստեղծում ենք բազա ում Դիմել եք ոստիկանությանը, ասել Այո, մենք հիմա Ես ձեզ Այնեք վերջացնեմ, իմ առաջարկը 3 բազա կա, հաշվառման կետը, քննական բաժանմունքները, տուգանելը վարորդին ունենում են բազայում, տեսախցիկների կամ դրանից առաջ, կամ ապահովարական բյուրոն, եթե չկա, ինչ եմ առաջարկում, Ես ձեզ ասեմ, օրենքը թերի է, լսի, ճանապարհին ոստիկանությունն ասում է գնա որտեղից ուզում ես հայտ, լսի, այո, հենց դենց էլ ասում է, ճանապարհային ոստիկանության առաջին հարկում, խնդրեմ, հենց հիմա երևի միծին է, այո, ասել են, գնա նոտար, այս մարդու նոտար են ուղարկել, լսի, ես ձեզ պատասխանեմ, ես կոնկրետ առաջարկ ասեմ, ասում եք ոստիկանություն դիմել են, ես գնացել եմ, հազարավոր հիմի գնաց ձեր մարդիկ են, ինչ եմ ասել, ասում է գնացեք, որտեղից ուզում եք, քթեք այդ դոկումենտները բերեք, ես այդ դոկումենտները մեքենան ծախել եմ 20 տարի առաջ, ես շուկայում $200 տվել եմ, գնացել եմ Մալաթիայի նոտարը, գեներալի դավերնստուվը, նա իրանք ուներ ծախել էր, բաներ անել, նրանից հետո ես խաբար չեմ, այդ մարդը ով է, սաղ է, ապրում է, Ով է ձեզ ասել գնացեք որտեղից ուզում եք գտեք, ասեք ոստիկանության աշխատակիցներ, եւ տեղը որտեղ հատր որտեղ հիմա ես ձեզ ասում, բացում են, գնա, աղջիկներ են նստած են, ճանապարհին ոստիկանության ճանապարհի ոստիկանություն ո՞ն է կենտրոնական բազը, այո, լրագրողներ, գնացեք, հենց հիմա կամ ես իմ ասած բարերը, իսկ ես գիտես իրանց ինչ առաջարկել եմ, ես իրանց ինչ եմ ասել եմ, մի հատ հայտարարություն տան, ով որ այդ դոկումենտները օրինակ չեմ ճանաչում, շատ մարդիկ կան, թող բերեն, իրանց բոլոր ծախսերը, որ բերեն քաշենք կտանք։ Իսկ այն մարդը, որ կայնում է մեր վշտին ուրախանում է այն համարները դոկումենտով պահում է, կարելի է իրանք իմանան արդեն նոտարից, ոչ թե նոտարն ասում է, որ ամիսին, որ ժամին, որը դու չես կարալ հիշել ժամը, որ նա չեն կարգնենք, բանանեն, նրա թող կրկնակի տուգանք տա, ուզում է միլիոն տուգանք տա, եթե նա չի բերում, իսկ եթե, մի րոպե, անում է, այն մարդը որ համար ունի, առանց որովեցի մի կոպեկի թող ունի, իսկ եթե ես ոչ մի հնարավորություն չունեմ, չեմ կարող ապացուցել, մի հատ պատուհան, մի հատ դիմում գրեմ, որ ոչ ավտոն կա, ոչ համարը կա, ոչ դոկումենտը կա, ոչ ուզում են ձեր։ Մի բան եմ ինձ թող տուգանեն, ես ընդունում եմ ինձ սխալներ, Այն ձև եղել։ Մի հատ տուգանը ու փակեն։ Իսկ եթե հիմի ես այդ 5000-ները ես մուծեմ, արդյոք հարցի լուծում լինում է։ Մի հատ 5000-ների մուծելու բանն էլ ասեք, ինչու է։ Ուրեմն մինչև 100,000 դրամ կուտակվում է։ Ինչա կուտակվում, այսինքն ուրեմն առաջին անգամ զգուշացրեցին 5000։ Մեքենան, որը արդեն ձերը չի, Այո։ չեք օգտագործում, դուք պարտավոր եք ապահովագրել այդ մեքենան, եւ եթե չեք ապահովագրել, ապա տուգանք եք Տուգանքը, ասեմ ձեզ, առաջին անգամ 5000, 10 օրը մեկ 5000, մինչև 100,000 դրամ։ Մինչև 100,000 դրամ։ Եվ կանգը արդեն տուգանքը 100,000-ով կանգ է առնում։ Մինչև 100,000 դրամ։ Հիմա փաստորեն մենք պետք է դե բազմապատկեք։ Մի 2-3 ամսվա ընթացքում, եթե մենք այդ մեքենան չգտանք, 100,000 դրամ տուգանվել է։ Դրա համար ինչը իմ առաջարկը առանձնացնել բազայում, ժողովրդին չտուգանել, սա միգուցե կասեցնել որոշ տեսանկյունից, որ հին մեքենաների հետ կապված։ Հունվարի 1-ից։ Այո, ես ասում եմ, այս 5000-ը ես չեմ ասում, որ ասենք մուծեմ։ Այս 5000-ով եթե ես պրծնեմ, բաց պրծնեմ։ Յա թող հարցնեն, բոլոր հարցերին պատասխան, որ ինչ որ օրենք հասկա ում մոտ ես գնացել։ Ես կարամ ձեզ մեկ տանեմ, ասեմ, որ իրանց պատասխանը գնա մանարի քթի կամ գնա տուգանքը համատեղ պետք է լինի։ Ուրեմն ճանապարհային ոստիկանությունները տեղեկություն ավտո ունեցող կամ վաճառող։ Այո, դա բոլորին է վերաբերում։ Ես մի բան ասեմ, 3 տարի հետո արխիվները ոչնչացվում են, չէ՞։ Միգուցե նոտարում են ոչնչացվում։ Շատ բարի։
Ես Այսօր երեք մի հոգու եմ 50 հոգու։ Խնդրեմ, թող մոտենա։ Համեցեք, ով է Եթե ասում։ պետք է մի 100 հոգու ես մոտեցեք, բերեմ տես ուսանի։ դոկումենտը կես ժամատացում։ Այդ ես գնամ այնտեղ սաղ ծերեր են։ Ա, ծեր մարդիկ են, հա, Բա- որովհետև վաճառել բա չացրել ծերը բա ինչ ծերերն են, են հա, հիմնականում ընկել ծերը, այս իմ- վտանգի 40 տարեկան բան։ ծերերը պարզել, Չէ, բայց ջահելը ծերերը չէ։ դա են։ 5000-ը ձեզ ապահովության համար է։ Այո, Որպես գույքահարկ դուք ոստիկանության հետ գործունեություն առաժումս չէ, հետո չգիտեմ։ Առաժումս համար նաև գույքահարկ պետք է։ Այո, ճիշտ է։ բայց առաժումս ճիշտ հարց չի է։ եկել։ Բայց կարող վաղը գույքը Ճիշտ եք հարցնում, այո, գույքահարկը հնարավոր է նաև Եվ կապված կարող է լինել վաղն մեծաթիվ գույքահարկ։ Կարող։ Հարկի վճարումներ, շատ ճիշտ հարց է, բայց մենք ինչ ենք առաջարկում։ Սա համատեղ ուժերով այս հարցը լուծում տանք։ Նախ գույքահարկերը զրոյացնենք։ Փորձենք մեքենան գտնել։ Դրա համար ոստիկանությունն Ակամ է։ չեն գտնում իսկ պսատ Եթե դու ունես բազայում, ինչ հնարավորություններ ունես, հետախուզում տանք, մենք դիմում գրենք, խնդրենք հետախուզում տանք։ Չեն կարողանում գտնել, այդ բազան առանձնացնենք այդ մեքենաներին։ Եվ տարիների ընթացքում, եթե ի հայտ գան, միգուցե սահմանենք օրենքով, եթե հետագայում ի հայտ եկավ, դու գանում ենք, այսքան վճարում ենք։ Գույքահարկերը դե հիմա եթե ինքը մեքենան չի գտնում, վատ առաջարկ եմ ասում, որ զրոյացնի գույքահարկը։ Միգուցե գտնենք սեփականատիրոջը, ենթարկենք պատասխանատվության, որ գույքահարկը մուծված չի։ Մաչկալյան Սարգիսի 20 տարի շարունակ։ Դա գիտեք ինչ թիվ է։ Երևի մի 500,000 դրամի չափ է։ Այս խնդիրները ես չեմ ուզում, որ հիմա մենք գնանք նորից ճանապարհային ոստիկանություն, հրահրենք իրար մեղադրենք։ Ես խոսում եմ, ասում են, բա ինչի իրանց ուղեղը որտեղ էր կամ իրանց մտածելակերպը ոնց էր, որ հենց այնպես մեքենա են տվել։ Շատ կներեք սովետական միության ժամանակ եւ դրանից հետո կոռուպցիայի բուն էր հաշվառումից հանել դները, մոռացել եք։ Ինչ հերթեր էր կուտակվում, ինչ ծանոթություն մեջ պետք է գցել, մի հատ մեքենա հաշվառումից հանել դնել։ Դրա համար մարդիկ գնացել են լիազորագիրը տվել են։ Ճանապարհ եմ։ Համեցեք, հա։ Ուղղակի դուք ասում եք ես եմ Ես ասեմ իմ մեղքը նրանցում է, որ այն ժամանակ խելքներս չի ասել, որ 30 տարից հետո գալու ենք սրա դեմը առաջ առնենք։ Եթե իմանայի, մի հատ պեպոյ բարատ պատճավ երկունի, օրինակ գեներալի դավերնուստի, այսօր կտայի, նա կգներ նրա վրին, նա երևի մի 20 հոգու վրա ծախել, տեն շղթակետը, ես այդ արանքից դուրս կպրծեմ։ Տենց է եղել, աջիկ ջան, մի հատ պեպոյ բարատ հայր։ Կարել է շնորհակալություն հայտնել այս քաղաքացուն, որ ինքը իր մեղքը ընդունում է։ Նա ինքը կարար ծախել է, վերագրել ճանապարհի ոստիկանությանը կամ նոտարի։ մի հատ դավեր։ Մեղավոր է, Շուկայից վերելուն գնում են, նոտա տալիս է, այն մարդ Որ մեքենա է վաճառել են տարբերում բոլորը էց է։ Եթե մեքենան, եթե անվանափոխության խնդիր կասկե։ Չի։ Չի արել։ Դե օրարվածիկների չի եմ ես։ Այն մեքենան, որը վաճառել եմ եւ այսօր գործում է ունի սեփականատեր, նա ապայով շարունակվում է։ Այո, բայց այն մեքենան, որը իր վրա էր գրված եւ հետո ճանապարհը չկար դրա ուղիները, նա չեն գտնում։ Դուք եք ինչ որ բան ուզում ներկայացեք, վարորդ եք անհատ ձեռներից։ Մի կարևոր փաստեր կա հիմա դերին համարում մեքենաների մեծ մասը ապահովագրական ընկերությունները շատ դժվարությամբ են ապահովել։ Կոնկրետ ինձ դուգանքագեին ասել դրա մեքենաս մի քանի օր անցել ապահովել ժամանակ, բայց ես 10-20 օր այս ապայի ցենապանը մասամտեցին է խնդրում առաջում որ ապահովել ապա ընկերները չեն ապահովել իսկ այդ ավտոտեստությունն է դուգան կողարկում այդ հարցի მოსնություն տա Պարոն Հովհաննիսյան, ինչու չեն ապահովագրում դեղին համարանիշերով Ուրեմն ես ճիշտ ասած տաքսիների հարցով կուզեի մենք այս շաբաթվա վերջում անդրադառնանք։ Ես կուզեի նաև խոսել տեսախցիկներից։ Մեր այսօրվա թեման նաև եղել է տեսախցիկները։ Այո, այդ տաքսի խնդիրը մենք այսօր այս շաբաթվա վերջին ուրբաթ օրը խոսենք։ Ես ուզում եմ խոսել տեսախցիկների հետ կապված, որ այսօր մի քանի տարի արդեն շարունակ տեսախցիկները ավելանում են եւ ժողովուրդը, քաղաքացիները պետք է ընտելանան այս նոր համակարգին։ Ինձ թվում է
քաղաքացիները շատ ուրեմն իմ տվյալներով մոտ 1 միլիոն տուգանք է կիրառվել, որից 1/4-ը, քառորդը չի վճարվել։ Այսինքն, հավատացեք, քաղաքացիներ կան 10, 20 եւ ավել ունեն վարչական տուգանքի ենթարկված այդ ուրեմն ծանուցումները, մեր պահանջն է, մեր խնդրանքն է, որպեսզի ուրեմն նախ ճանապարհային ոստիկանությանը կից ստեղծվի գանգատարկման հանձնաժողով, որովհետև մենք 1 ամսվա ընթացքում, եթե չհասցնենք դիմում գրել կամ ներկայացնել, որ ղեկին ես չեմ եղել կամ մեկ այլ վարորդ է եղել, 1 ամիս հետո պետք է արդեն դատական կարգով դա արդեն բռնագանձվի կամ արդեն վիճարկվում է դատական կարգով։ Ես կուզենայի մենք ուրեմն պետական եկամուտների կոմիտեին կից կա գանգատարկման հանձնաժողով։ Եթե մարդը տուգանված է, առանց դատական կարգի հրավիրվում են եւ տեսուչը, եւ քաղաքացին, եւ խնդրին լուծում են տալի հանձնաժողովը։ Ներում են, չեն ներում։ Ես կուզենայի, որ մեր ճանապարհային ոստիկանությանը կից հանձնաժողով ստեղծվի։ Հավատացեք, անհնար է, որ այսօր խախտում չանել։ Եվ պատկերացրեք մոտ 250,000 ակտը, դա ինչ ահռելի թվականակի քաղաքացիներ եռապատկվել եւ հնգապատկվել է։ Ինչ ա եղել։ Օրենք եք մշակել։ Գոնե թող մինչև 14 թվականը բոլոր եռապատկված, հնգապատկված տուժերը հանվեն քաղաքացիների կողմից։ Ստեղծվի այդ հանձնաժողովը, որովհետև եթե մարդը 5,000-ից 10,000 դրամ տուգանվել է, հավատացեք, փաստաբան չունի։ Ում գնա դիմի։ Ցանկացած փաստաբան 40,000 դրամ է։ Պարոն Հովհաննիսյան, դուք Ուրեմն տեսախցիկների հենց հետ մոտ 1 միլիոն ակտի վերաբերյալ ես հարցազրույց ունեցել եմ ճանապարհային ոստիկանությունում եւ ինձ ներկայացրեցին, որ 1/4-ը վճարված չէ։ 1/4-ը քաղաքացի տուգանքների, այսինքն մոտ 1 միլիոն։ Դե ես պարզապես կուզենայի որպես տեղեկություն Այո, ճանապարհային ոստիկանության, ես ճիշտ ասած իրանց դեբատի կանչում եմ, որ այս ամեն ինչը պարզաբան է, համատեղ քննարկում լինի ասուլիսը, ճանապարհային ոստիկանությունը 200,000-ը չի Դե վճարվել։ այնտեղ կան իրավաբանական բաժին տարբեր վերլուծական վարչություններ։ Պարոն Հովհաննիսյան, դուք այսպեսի նախադասություն ասացիք, միտք արտահայտեցիք, հնարավոր չի այսօր խախտում չանել։ Ինչ է դա նշանակում։ Հավատացեք, մեր ճանապարհները այև գծանշանները ամեն ինչը դեռ կարգավորվում է, եւ ասեմ ձեզ անգամ ուրեմն արագաչափերի տեղակայված լինելը կամ չափանիշը այդտեղ ուրեմն բնակելի վայր չի, կարող ես միգուցե 80-90-ով վարել 60 է դրված կամ տեղակայված են շատ կներեք արագաչափերը գերեզմանատների կողքը, սրբա շատ կներեք վայրերին, մեզի շատ տարբեր բաներ կա, որ կարելի է հանձնաժողով լինել։ Քաղաքացին գնա, օրինակ ասեմ ձեզ, տուգանվել է կայանելու համար ամբողջ ամսվա ընթացքում հիշում եք, տաքսու վարորդը մոտ 30-40 ներկայացնում ենք ձեզ 5,000 դրամի տուգանքներ, չի կարելի կանչնել հանձնաժողով, ասել հարգելիս 5,000 տուգանվում ես, այդ 29-ը զրոյանում է, էլ այնտեղ չկանգնես։ Ինչ է նշանակում տուգանել 10-պատիկ, 20-պատիկ եւ 1 ամիս հետո ծանուցումներ ուղարկել տանը։ Այդ մարդը վերցնի ինչ անի։ Կամ 5,000 դրամի համար, ասենք, մեկ անգամ տուգանվել է, որ փաստաբանի դիմի։ Չէ, գիտես ոնց Այո, ամեն օր կանգնում են, չիմանալով նրանք սխալ են։ Օրը 3 հատ կամ ամեն օր 1 հատ, արդեն քմաչուկից է գալի, ով է դա տուգանում։ Բազմապատկվում է ամսվա ընթացքում մոտ 30 հատ, 40 հատ, հետո նամակը գալիս է ծանուցումը։ Մարդը կանգնում է փաստի առջև։ Կարելի է միգուցե քաղաքացուն կանչել, 5,000 տուգանել եւ արգելել այդ մարդը այդտեղ էլ չկանգնի։ Չէ, Միթե դա առաջարկ չի։ Եվ լսի, դուք նստել եք իմ տաքսին, տղա ջան, ես մի րոպե ձեզ ասեմ 5,000-ը ոնց է գնում։ Դու ինձ ասում ես կայարանի հենց կանգառի մոտիկ կայնի։ Ես մոտիկ կայնում եմ։ Ինձ տուգանում է։ Իսկ 5 մետր է էսյանը, ասում ես ինձ ինձ է պետք է մարդն լցում, ես չեմ կարող չասեմ, կամ պետք է վիճենք, կամ պետք է կանի, այդ 5,000 տվա, այդ տեսակետում, եթե տեսնում է, ես մարդ եմ իջացնում կամ մարդ եմ վերցնում, այդ պային մի վարկյանը 30 սեկունդ,
Այդ բանը չի կարելի տուգանել։ Ու բոլորս էլ գիտեն, որ ձեզ պետք է կանգարեմ ու ասում ես, որ տաքսի է, որ պետք է չկանի։ Բոլորս դեռ մեկը ասի, որ տեն չի։ Ճիշտ է։ Մենք դիմումը պատրաստ Երկրորդը, մի հատ էլ ես այս հարցի, այս բանի համար ասեմ, ես խնդրեմ մեր այս վարչապետին, ըստ է բոլորն էլ հասկանում են, բոլորն էլ գրագետ են, բոլորն էլ բացեն։ Ես ասում եմ, ընտրում եմ այս մեր հարցի շուրջ թող մի բան ստեղծի, որ դոկումենտները չկա, թող բերի մի հատ տուգանքա զիբիլը մեր ինչ բան ուզում անի, մենակ մուծենք ու Ես ասեմ ձեզ, իրանք փակուղ են մտել։ Եվ ճանապարհային ոստիկանությունը, եւ ապահովագրողների բյուրոն, խորհուրդը հաստատ վստահեցնում եմ, բոլորն էլ փակուղ են։ Քաղաքացուն ասել գնա քո ճարը տես, դա սխալ է։ Համատեղ եկեք փնտրենք։ Բազան առանձնացնենք, 3 ուղղությամբ աշխատենք, չգտանք մեքենան, տուգանված չի։ Քննական բաժանմունքներում տեղեկություն չունենք աշխարհումից անել դնելը եւ ապահովագրած չէ, այդ 3 հնարավորությունից հետո ավտոմեքենաները առանձնացվում են բազայով եւ ժամանակի ընթացքում հայտնաբերվում են։ Սովետական միությունը փլուզվել է, մենք ենք մեր։ Այսինքն դուք չեք կարողանում դիալոգի գալ ճանապարհային ոստիկանության հետ, չեք կարողանում իրենց հետ։ Դեռ ճանապարհային ոստիկանությունը կտրուկ են խոսում, կտրուկ են։ Երկխոսությունը գտնում եմ էլի նորից ես զանգել եմ այսօր ապահովագրողների բյուրո, տեղեկություն ստացա, նորից տեղեկություն եմ ասում, չեմ ասում ում հետ, բայց ասում եմ ստեղծվելու է աշխատանքային խումբ համատեղ ապահովագրական բյուրոյի, ճանապարհային ոստիկանության եւ տարբեր հասարակական կազմակերպությունների եւ այլ մարմինների միջև այս հարցին լուծում տալու համար։ Մենց որ այդ տեղեկությունն էլ կա։ Ելքը այո, փակուղին, քանի որ կռիվ է, գնա դու գտի, ես չգիտեմ որտեղից գտնեմ, դեռ արդեն ելքը կա, խնդրեմ դուք կարող եք գնալ բյուրո, գնալ ճանապարհային ոստիկանություն, գոնե կարողանաք արդեն Կամ մի հատ հայտարարություն տան, ում մոտ որ վաճառել են, չեն հիշում, թող բերեն տան, իրաց հարցերը կտան, փողերը կտան։ Արտոնիսի եթե հարցեր չկան, մենք կարող ենք պարզապես դες դիմել եւ ասել, արդյոք դուք հնարավորություն ունեք այսպիսի փաստեր հավաքելու, հավաքագրելու, մենք փորձենք ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչին Այո, դուք էլ ունեցեք փաստեր, որպեսզի մենք կարողանանք Եթե հիմի ինձ պետքա կեժամի Դուք զանգարեք 02 իրանք 02 լրատվական կենտրոն ունեն։ Ես հրավիրում եմ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալներով, վարչության պետերով, բոլորին հրավիրում եմ, որ խոսենք, հասկանանք։ Այս հարցերը մենակ ինձ չտակ։ Իրանք ինձ ասեցին 02 լրատվական կենտրոն զանգարեք։ Դուք զանգարեք, հրավիրեք, ես գամ եմ։ Շատ բարի, մենք երևի այդպես էլ կանենք։ Աչիկ ջան, ես գնացել է նոտար, ասա, նոտարը մահացել է։ Ես այդ մեքենան շուկայում վաճառել եմ 200 ասես տանում եմ փեսիսներ։ Իր հատը սրո 5 մի հատ թալված անում։ Հա։ Միջև նոտարը գնալը բոթելով։ Նոտարում դավերնուստը տվել եմ կուպլի պրադաժի դու։ Zaporožetsa։ Մի հատ այն մարդը գնացել։ Այն մարդը չեմ արտարակից է որտեղ ես նրան որ այնից հետո ես չգիտեմ այդ մարդը դատում վաճառել։ Այդ մարդը արդեն քանդել է, զապ չաստարել, ինչ արել։ Ես չգիտեմ, ես ասում եմ, եթե այդ ավտոն գոյություն չունի, ինչ որ միտեղ դիմում գրենք, մի քիչ մենք դուժվենք, մի բան ուզենք, այս դարդուցարից դուրս գանք։ Վերջը խնդիրը լուծելա պետք է։ Այդ 5000-ներով չի լուծ, մեկ այդ 5000-ը ես չեմ մուծելու։ Ես կմուծեմ այն ժամանակ։ Դուշելի մեռած հոգիների համար մենք դուք տուգանք եք։ Իսկ եթե ես ուզում եմ ապան եմ տաքսին, չեն անում, բայց մեռած մարդու ապա են անում։ Նոտարը ասեցի չկա էլ, հա։ Հիմա թե մեռել եմ, ես գնամ մեռել։ Հաստատ դուք չկա, նոտար չկա։ Շատ բարի, շատ շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ մենք ահազանգեցինք շատ կարևոր խնդիր ենք բարձրացնել։ Այս նորը հաշվի։ Մաչկալը